դուք լսել եք երևի, որ Ալիև ասում է Սևան Ադրբեջանին է, Գանջի ասում է Գյոչա դա Սևանի անունը։ Այսօր իրենք պատրաստում են Արևմտյան Ադրբեջան հիմնելու համար։ Նախիջևանում ժողովուրդ բացեք նայեք 18-ից 19 ես արդեն 20 օր ասում եմ Արևմտյան Ադրբեջանի հիմնական հիմնադրման խնդիրն է քննարկվում։ Ասում են որ 300,000 ադրբեջանցի գալա կառավարության չկա այդպիսի բան եղբայր բացեք 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ասածը այո պետք է ադրբեջանցիները գան բնակվեն տանկերով չեն գալու են ավտոբուսներով բայց տեղացեցիք այսինքն զոր քաբերելու դնի եթե դատակից ոնց են դուրս գալու ես չգիտեմ ինչ են մտածում ինչ են ասում հետո այսինքն իրաց մոտ սովորություն ա դառել կարասե Արցախը Հայաստանը վերջ Մեկ օգտալու եկել եմ նոր բանակցելու, հետո գնա Չեխիա հայտարարի, ասի ինչ անեմ, Արցախ Ադրբեջանը ու վերջացա բարձը։ Այսօր լուրջ խնդիրներ ունենք ժողովուրդ։ Դուք պետք է բոլորդ գիտակցեք, ասենք հիմա ես գիտեմ, որ այս կողմի ժողովրդի մեծամասնությունը իր ընտանիքի գումարը վաստակում է Ռուսաստանից։ Գնում են այնտեղ գարնանը մինչև ասուն աշխատելով, վաստակելով, վերում են իրենց տունը պահում են։ Ճիշտ եմ ասում, թե ոչ։ Հիմա որ գնում եք վերաբերմունքը փոխվել է չէ ձեր հանդեպ։ Հիմա փակել է սահման Ինչ։ Եղբայր ինչի է վերջացել, մենք խենք թշնամանում Ռուսաստանն այդ խոսացողները թողացեն, ինչի համար ենք թշնամանում։ Փոխանակ հակառակը ավելի ջերմ լինենք, ավելի կառուցողական լինենք, մենք ոչ մեկի հետ թշնամանալու իրավունք չունենք։ Պետք է կարողանանք ջերմ հարաբերություններ։ Այնա դրել են սահմանը փակել են։ Որ ոչ մի ասենք կլուբնիկ, միր, չգիտեմ ասենք դե բարև պամիդոր, կոնյակ, գինի չի գնում։ Ամսականել Ռուսաստանից գալիս է 160 միլիոն տրանսֆեր։ Գումարները, որ երեխաները աշխատում են այնտեղ մեր հայրենակիցները ուղարկում են, որ փակվեց ինչ են անելու։ Որ էլ 300,000 էլ Ռուսաստանից գրանցում չունեցող գաստը ինչ են անելու։ Ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, ձայն տվողը դուք եք, ձեր երեխայի ապագան որոշողը դուք եք։ Ոչ մեկին մի հավատացեք։ Նայեք մարդու ապրածը, մարդու ասածը, ինքը ինչ արե, իրական կյանքում ինչ արե իր երկրի ժողովրդը։ Քարը քարին դրած կա, բացի սուտ ասելուց, դադարք խոսալուց։ Այսօր կարող եմ ասել ձեզ ամբողջ Հայաստանում կա մի հատ ոլորտ, որ դա սպորտն է։ Էն էլ ոչ թե ասենք թե լիարժեք իմ ուզածով, որ ցանկացած բնակավայրում, սկսած գյուղերից պետք է լինի դպրոցները, երեխան փողոցից կտրվի, գնա պարապի, ռայոնների երեխեր կհամպինդ են, համը զոր են, համսաղ չեմպիոն են, պետք է կտրվի չկա, 930 գյուղ ունենք, սաղ հնարավոր է, որ ասենք թե 40 դպրոց լինի, թե չլինի, ինչն է խնդիր, ասում են դպրոցներ են կառուցում, մեր դղյակները դպրոցներն են, 8 տարի կառուցում են, 59 դպրոց են կառուցել, 59 դպրոցից 26-ը կառուցած է եղել, այսօր 230 դպրոց փակվում է, դատարկվում են գյուղերը, ժողովուրդ, քի են դատարկվում, գյուղում որտեղ հիմնականում գյուղնախարարություն չկա, գյուղացին անտեր, խեղճացած, պատի տակ նստած, ձմեռն անցավ գարունը, պետք է գնա մշակ իր հողերը, գյուղնախարարություն չկա, փող տվող չկա, 20%, 25%, նա ինչ պետք է ստանա, որ կարողանա մի հատ էլ վարկ վերցնի, կամ պետք է սարքելու համար, տուն սարքելու համար գետամեջում են, մարդուց 1 միլիոն փող են ուզում, որ հողի մեջ կարողանա տուն սարք, հակառակը սավանամերձ գործում, կառուցում են սարքես 2 միլիոն էլ պետությունն ա տալի, գնա կառուցի, սահմանները պնդելու համար, ժողովուրդ ջան, այսօր գյուղնախարարությունը փակված է նպատակային, որ գյուղերը դադարում են եղբայր, սաղ է թան Երևան, այսօր մենք քայլ ունենք կատարելու, ասեմ, եթե այս ձևի շարունակվեց, նորից եմ ասում, հիմնական հարցը լինելու է ոնց որ Արցախին, կարճ ժամանակում նույնպես Ադրբեջանը գալու է այստեղ, լրիվ որոշում կայացնի եւ այդ Արևմտյան Ադրբեջանի բացման խնդիրը։ Այսօր իրանք կարան գան ժողովուրդ, մեր հողի մեջ բնակվեն, մեր հայրենակիցները, որ դարերով ապրել են, կառուցել են, սարքել են իրաց տանդրները փակ եկել են, նրանք իրավունք չունեն։ Այ եթե եղբայրությունն է, խաղաղությունն է,
ինչ եղավ անցած լինի, բայց ուրեմն պետք է լիարժեք կարողանա չէ թուղթ ստորագրած լինի, որ ցույց տան, որ երկու կողմանի ստորագրած մեր երկու պետությունն էլ երաշխավորել են։ Բանավոր պայմանավորվածություն ամեն օր ալևը քննելնի, մի հատ պանջ ներկայացնի, անգլավները տվեք, 300,000 տեղավորեք, սա հաշտություն համերաշխություն չի կարելի։ Մենք կորցնելու ենք ժողովուրդ, մեր սևաննել ենք կորցնելու։ Ադրբեջանը ջրի կարիք ունի ժողովուրդ, սաղ ինֆորմացիայով, նորություններով սաղ դες ասում եմ։ Այնպես որ որոշողը դուք եք ժողովուրդ ջան։ Ձեր երեխու ապագան, ես չեմ համոզում ձեզ, չեմ խնդրում ձեր ձայնը, ես ամեն ինչ էլ ունեմ։ Ժողովրդի ծոցից ելած աշխատող ընտանիքից իմ գործունեության պետական պաշտոնի չեմ եղել, արել եմ, սարքել եմ, զարգացել եմ, ծաղկացել եմ, իմ ժողովրդին օգնել եմ հնացան սահմանում։ Օգնելով երկիր չես կարող կառուցել ժողովուրդ։ Ժողովրդին պետք է հարց, աշխատանք, մտածել, հնարավորություն, պայմաններ ստեղծել, որ ժողովուրդը կարողանա ոտիկային։ Այսօր ասեմ, հիմնական ունենք մի հատ սպորտ, որը վերցրել եմ այն ժամանակ 8 տարի, անկախությունով մի հատ մեդալ չի եղել, գումար եմ դրել, կառուցել եմ, զարգացել եմ, ծաղկացել եմ, սպորտսմեն եմ հետ բերել։ Առաջին օլիմպիական խաղերին ունեցել ենք 6 մեդալ, դա օլիմպիական մեդալ։ Հիմա տարեկանն ենք 800-ից 1000 մեդալ, որը 150-ից 200 ոսկի է։ Այսօր աշխարհին կարողանում ենք ցույց տալ հզորությունը, հաղթանակը հիմնան չեսնեն։ Ծառուկյանը Բաքվում կազմակերպել եմ Տոմաս Բախ աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ։ Եկել է իմ մոտ Պատրիկ Հիկեի հետ, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի հետ 2015 թվականին ասել է օլիմպիական ընտանիքի անդամ է Ծառուկյան, աշխարհում միշտ եղել այն հին ժամանակները, որ պատերազմել էին պետությունները, օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմը դադարեցրել են, որ օլիմպիական խաղերից հետո նորից պատերազմը սկսել է, կարած կազմակերպես, ասեմ ես պատրաստ եմ իմ մարզիկներին ուղարկելու, միայն երաշխավորություն է պետք, որ իմ մարզիկի մազը չի ծռվի, արժանապատիվ կգնա, Բաքվում եթե դու տեր ես, գրել է, ստորագրել է, Ալև հետ խոսել է ու գնացել են, ասել եմ ուղարկում եմ, գնացել են 50 հոգի, մեկի մազը չի ծռվել, Ալևն էլ շատ ջերմ ընդունել է, այդ մրցաշարի ժամանակ մի հատ կրակոց չի եղել Ադրբեջանի կողմից, մեր Հարությունյան Միրանն էլ Ալիև էր ազգանունը, աշխարհի չեմպիոն կրկնակի, երևի տեսած կլնեք, տեսել եք, առաջի պահ, որ մեր Միրանը կրվում էր 3-0, 70,000 խժում էին, Միրանի ցավը տանեն, փառք ու պատիվ իրեն, որ կարողացավ իր ծնողներին հաշիվը փոխել, երբ 3-0 էր, 3-3 էր, ճանճը դզան լսվում էր, դարավ 5-3, վաբշե սաղ մերան, վերջում էլ հաղթեց Բաքվի կենտրոնում, իմ մարզիկները կարողացան Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնել, փառք ու պատիվ իրեն։ Ես ձեզ ասում եմ ժողովուրդ ջան, ձեզ ցավը տանեմ, ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, ինչ որ պետք է արվի, ինչ տրվի, ինչ արվի, որ կարողանան մարդիկ լիարժեք ժպիտնը դեմքերին, իրենց երեխեքին պահեն։ Այսօր կուսակցական պատկանելությունը կապ չունի ժողովուրդ, ով ուզում է 70 կուսակցության, 80, բայց բոլորս հայ ենք, բոլորս ուզում ենք լավ ապրենք, ուզում ենք մեր երեխայի առաջ գլուխ չկախենք, ուզում ենք բարեկեցիկ պահենք, ուրեմն ժողովուրդ ջան, կուսակցությունները դնենք միան, ով կարա դա անի, ով ավելի լավ ծրագիր է ներկայացնում, ով իր կյանքում արել է, կառուցել է, կազմակերպել է, նրան էլ պետք է ձենը տանք ժողովուրդ ջան։